Հայաստանում քննարկվող թեմաներից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցն է։ Ընդդիմադիր շրջանակները մեղադրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար, անվանելով այն նոր կապիտուլյացիա։ Սակայն քաղաքացիների մեջ կան այնպիսիները, ովքեր բացեիբաց աջակցում են Նիկոլ Փաշինյանին եւ նրա վարած քաղաքականությանը։ Կես դարից ավել ապրել են այդ նախկիններ ասածների դարին։ Մեր ժողովրդի կաշին քերել են։ Մենք ինչ ունենք տվեցին Ռուսաստաններին, այսօր էլ Նիկոլի մազը Նիկոլը ինչ որ կխոսա կշուր կտան գլխի վրա, լավ էլի։ Նիկոլը չի դուք եք։ Թողեք ես մի բուր հայրենիքը մնա մեզ։ Ես ուզում եմ ասել մի բառով, եթե ասում են Նիկոլ, ուրեմն նշանակում է հայրենիքի փրկիչ։ Այդքան բան։ Այս Նիկոլի կյանքի որ էջնել թերթես, նա ինքնակամ կանգնել է հայրենիքի համար։ Բանտերում անցկացրել, փախուստի ադիմ, իրա 4 երեխեն մանկությունը առանց հայր են մեծացրել, մենք տեսանք այդ ամեն ինչը։ Ես ոչ էլ հեղափոխության ժամանակ քայլել եմ, որտեղ ես հաշմանդամ էի պահում։ Հետո ուշքի եկա, իսկ Նիկոլին չեմ էլ ճանաչել, հետո տեսասի, վայ, հայրենիքս փրկիչի ձեռ անգել։ Նիկոլներ 100 տարին մեկ են ծնվում, 100 տարին մեկ, պետքա գնահատենք։ Ինչպես տեսնում ենք, Ուրագիր Նյուսի թղթակցի հետ զրույցում Երևանի բնակչուհին Նիկոլ Փաշինյանին հայրենիքի փրկիչ է անվանում։ Դա նրա վառապացույցն է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր հոգնել են պատերազմից եւ խաղաղություն են ուզում։ Սակայն երկրի իշխանությունը ձգձգում է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, չնայած այն հանգամանքին, որ փաստաթղթի մեծ մասը արդեն համաձայնեցված է։ Կարևոր է նաեւ հասկանալ, որ տեքստի համաձայնեցումը միայն առաջին քայլն է, որը ցավոք չի երաշխավորում դրա իրականացման բոլոր մեխանիզմների շուրջ համաձայնության հասնելը։ Սա առաջին հերթին Հայաստանի սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտությունն է եւ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների խնդրի լուծումը, որը այս հարցում մնում է առանցքային։ Այս իրողությունը ընդունելուց հետո հայկական կողմը պետք է սկսի գործնական քայլեր ձեռնարկել։ Հիշեցնենք, Բաքվի 12-րդ հումանիտար ֆորումի բացման արարողության ժամանակ իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակեցրել է որոշ կետեր։ Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը, դադարեցնի տարածքային պահանջները եւ փոխհատուցում վճարի Ադրբեջանի տարածքում կատարած հանցագործությունների համար։